Նաև մեր հանրությանը տեղեկացնել, որ այս հանդիպման մասով մենք ուղիղ եթերում ենք խոստացել, երբ որ այս մասով ազգային ժողովի լսումներ էին եւ այդ քննարկման ժամանակ մենք արձանագրեցինք, որ տարբեր բժիշկներ ունեցել են մասնագիտական իրավունքի կոպիտ խախտումներ, երբ նրանց ուղղակի հեռացրել են աշխատանքից իրենց տեսակետը կամ նախարարին քննադատելու համար հանրային տիրույթում, դրա համար մենք որոշեցինք գնալ, ձեր մոտ չի եղել, բայց հիվանդանոցներ կան եղել են, որ Հիվանդանոցը հեռացրել է նախարարին քննադատելու համար եւ նաեւ եղել է խիստ նկատողության դեպքեր բժիշկներին, այսինքն մենք այդ եզրահանգմանը, երբ որ եկանք, որ բժշկական հանրույթի իրավունքները ոտնահարվում են, որոշեցինք, որ մի հարմար օր գնանք եւ այսօր այդ հարմար օրն էր, որպեսզի մենք սկսենք մեր շրջայցերը ամբողջ հանրապետությունով ու կարձանագրենք այն բոլոր խնդիրները, որոնք որ իրականում կան եւ օրինակ այսօր բերել են ազգային ժողով նույն ապահովագրության հետ կապված որոշակի փոփոխություններ, նաև դա հնարավորություն է, որ մենք առաջի ձեռքից ստացած ինֆորմացիան այնտեղ քննարկենք, որովհետև ծանրաբեռնվածությունը գիտեք մեծանալու է եւ տաքսովարորդներն են արդեն ներգրավում, այսինքն ձեր ծավալը ապահովագրության շատ ավելի մեծանալու է, այո, բայց ես էլ եմ ուզում ասեմ, որ բարձրացումը այսպես թե այնպես, այո, բարձրացել է նույն տեղամասայինների միայն պեր կապիտայով երևի 20-30%-ով բարձրացել է իրենց վարձատրությունը։ Միայն պեր կապիտայով քանի տոկոսով է բարձրացել։ Նո ծանրաբեռնվածությունը այսպես ասեմ, քանի որ մանկաբուժների տեսանկյունից առանձնապես մեծ փոփոխություն չի եղել, որովհետև այսպես թե այնպես իրենք այն ժամանակ էլ պետպատվերով էին սպասարկվում, մինչև 18 տարեկան երեխաները մեծ փոփոխություններ մանկաբուժների աշխատանքում չի եղել։ Փոփոխությունը եղել է, այո, թերապևտների մոտ, Գնաց մի հատ է գինեկոլոգիա բանաստեղծություն։ Այստեղ խնդիրը նաև ինչու մենք սրան գնացինք, որովհետև երբ որ հարցը բարձրացնում են նախարարի առջև եւ ասում են, որ բժիշկները բարձրաձայնում են մտահոգությունների մասին, որոնց պետք է լսել, որոնց պետք է արձագանքել ու լուծումներ տալ, պետք է նախարարը ուղղակիորեն պատասխանում է, որ իրենք հանդիպում են առանձնակի մասնագետների հետ եւ առանձնակի լսում են։ Այսինքն ստացվում է, որ իրենք խնդիրների մասին լսում են նրանց հետ զրուցելով ում իրենք են ուզում։ Մենք որոշեցինք։ Դուք այդպես եք ասում, տիկին նախարարը ինձ է այդպես պատասխանել։ Տիկին Ղազարյան, ես ասում եմ, այն պատասխանը, որը տիկին նախարարը տվել է ինձ անձամբ, երբ որ հարցը բարձրացրել եմ։ Դրա համար մենք ուզեցինք լսել անձամբ բժիշկներին։ Zoom հարթակներով հենց սկզբից ներդրումից հետո տիկին նախարարը եւ հիմնադրամի տնօրեն մասնակիցները Zoom հարթակով շատ անգամ շատ հանդիպումներ է եղել, բոլորս մեր հարցերն ենք այնտեղ տվել, պատասխանները ստացել ենք, այդպես չի որ։ Եկեք ես էլ հազար ներողություն ընդգծեմ, որ Zoom հարթակում շատ տարբեր բուժկենտրոնում, ես չեմ ուզում մատնացույց անեմ, չեմ էլ ուզում ասեմ, որ դա ձերն է եղել կամ ումն է եղել, որևէ շատ բուժկենտրոններում տնօրենը ասում է հարցեր չտակ